Սիրելի հայրենակիցներ, իհարկե դժվար է բանակի, մանավանդ իմ համար բանակի մասին քննադատական խոսքեր ասելը, բայց այնուամենայնիվ իրողությունից ելնելով մենք պետք է համապատասխան որոշում ընդունենք։ Կուսակցական այսպես ծրագրերը մեկ այլ բան է, որովհետև ձեր կուսակցական ծրագրերով մենք ամբողջ Արցախ ենք կորցրել, բայց զինված ուժերի զարգացումը ապահովել է կազմահաստիկային փոփոխությունները, կառուցվածքային փոփոխությունները եւ համալրումը այլ բան է պատրաստության հետ կապված։ Ընդ որում պատրաստությունը մեծ խելք չէ պետք, որ տեսնես, թե ինչ պատրաստություն կա, զինուշ ծրագիրը նայում ես եւ այն արտահայտվում է զորավարժություններով, անհատական պատրաստությամբ եւ նաեւ այն ինչ որ Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերում, այն ցուցադրում է նաև զորավարժություններում եւ զորահանդեսներում։ Ինչ է նշանակում պաշտպանության բանակ։ Երևի թե պարոն Քոչարյան, դուք այդ խոսքը ասում եք Նիկոլ Փաշինյանի ասած խոսքից հետո, որ մենք մարտունակ բանակը այսօր փոխելու ենք պաշտպանունակ բանակի։ Ուզում եմ ասել, որ մարտունակ բանակը դա նշանակում է մարտ վարելու ունակ բանակ, որի մեջ մտնում են եւ պաշտպանական եւ հարձակողական եւ այլ գործողություններ։ Իսկ պաշտպանունակությունը վերաբերում է պետությանը, որի մեջ մտնում են պետության տնտեսության, տարածքի, բնակչության, նրա բարոյական նպատակի, նրա ռազմավարական նպատակների, հավաքական կամքի եւ նաեւ նույն մարտունակ բանակի արկայության պայմաններում։ Ինչ վերաբերում է այն մասին, ինչ ես խոսեցի ատեստացիային, իրականում Հայաստանի Հանրապետությունը որոշակի չափով խախտվել է աշխատավարձերի այսպես տրամադրման համակարգը, որովհետև մի համակարգ ուժային տարբեր կառույցներին հենց այնպես հատկացրել ենք կամ բարձրացրել ենք աշխատավարձը, իսկ բանակում սահմանում կանգնած զինվորին, ով ամենամեծ դժվարությունն է իր ուսերի վրա դնում, ասում են գնա քննություններ հանձնի, իսկ այդ քննությունները պարզապես ավարտում եմ, հրամանատարական պատրաստության քննությունները։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից ելույթ կունենա խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։